Մայիսի 25-ն է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70 կմ հատվածում, 70 ապարանի վարչական տարածքում բախվել են Volkswagen Passat և Nissan Magnum-ի ավտոմեքենաները, վթարի հետևանքով կամ 1 զոհ, 3 վիրավոր։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ևս քաղաքացիների հայտնածի օպերատիվ է գործել ապարան բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Volkswagen Passat-ը բախվել է նաև ծառերին, իսկ Nissan-ը տեսնում եք Volkswagen-ի վայրից երևի մոտ 200 մետր հեռավորության վրա։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին տեղեկությունը բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժին, որտեղից իմ տեղեկություններով արդեն հիվանդանոց են մեկնել քննիչները, մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի, ապարանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Արդեն դեպքի վայր է կանչվում երկու քարշակ, որպեսզի ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեն ոստիկանության ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։